2026 թվականի առաջին օրն է, մեկ անգամից գուշակեք, թե ես որտեղ եմ գտնվում։ Այո, օդանավակայանում։ Այս անգամ գնում ենք Մալթա, բայց երեկվա բոլոր թռիչքները չեղարկել են, քանի որ այստեղ շատ ձյուն է եկել։ Եվ երեկվանից TikTok-ում այն տեսանյութերն էին, որ այնքան մարդ կար, որ չէին կարողանում շարժվել։ Մեր գեյթը արդեն բացվեց եւ հույս ունեմ, որ ամեն ինչ նորմալ կանցնի։ 1 ժամից մեր թռիչքն է 5:30, այնտեղ լինելու ենք 8:30, մոտ 3 ժամ, մի քիչ ավել թռչելու ենք։ Արդեն Սլիեմա քաղաքում ենք, այն քաղաքում, որտեղ որ ապրելու ենք 5 օր։ Հիմա այստեղ 12 աստիճան է, կա մի քիչ քամի, բայց շատ հաճելի եղանակա զբոսնելու թեկուզ։ Գնացինք առաջին խանութ, մի քանի բան ենք գնել վաղվա համար։ Արդեն հասցրել եմ տուր եմ վերցրել, գնալու ենք վաղը Գոզո եւ Կոմինո կղզիները, որոնք որ Մալթայի մաս են կազմում։ Դեռ չեն կարող գնալ հյուրանոց, քանի որ ժամը 3-ից է, մեր մոտ ժամը դեռ 11-ն է։ Հիմա ուզում ենք գնանք վերցնենք ավտոբուսի 7 օրվա տոմս։ Տեսեք, հազվադեպ հանդիպող բան է, որ հասարակական զուգարան կա եւ անվճար։ Հիմա մայրաքաղաք Վալետայում եմ, այսօր քանի որ հունվարի 1-ն է, տրանսպորտը շատ վատ է աշխատում ու կանգնած ենք կանգառում, ավտոբուս կանգնեց, ասաց, որ 2 եվրոյով տանում է Վալետա եւ նստեցինք, եկանք հիմա Վալետայում ենք, մայրաքաղաքում Մալթայի։ Vridin očak čiv, staru šlivu, rodnu nivu vrada, se kući čiv.
Մեզ մոտ այստեղ արդեն ժամը 9 է, դուրս ենք եկել ման գալու։ 13 աստիճան է, դեռևս քամի չկա, բայց հենց ծովի մոտավոր քամի է լինում, ու այդ իսկ պատճառով մի քիչ ցուրտ է լինում, բայց ընդհանուր եղանակը շատ լավն է։ Ընդամենը մի քանի րոպե է անձրև եկել, առավոտյան ու վերջ։ Վաղ առավոտյան, ինչպես ասեցի, այդ տուրը ունենք, գնալու ենք 2 կղզիներ, դրա համար տենց մի քիչ շուտ կգնանք տուն, այսօր կքնենք, կհանգստանանք, չնայած որ ժամը 5-ից մինչև ժամը 9 քնել ենք այսօր։ Այստեղ շատ պատահական կարող է եղանակը փոխվել եւ անձրև գալ, ոնց որ հիմա, այնպես որ ձեզ հետ անձրևանոց ունեցեք։
Այսօր գնալու ենք մալթական կղզեխմբին պատկանող Գոցո եւ Կոմինո կղզիները։ Ասեմ, որ առավոտյան երբ սպասում ենք ավտոբուսը գար 9:30, հենց անձրև եկավ ու հիմա արևա դուրս եկել։ Դրա համար եմ ասում, որ պարտադիր պետք է անձրևանոց ունենաք ձեզ մոտ։ Սպասում ենք, որ մարդիկ հավաքվեն եւ ուղևորվենք արդեն Գոցո առաջինը։ Periodo del Rinascimento dichiarata da UNESCO di essere un sito di patrimonio mondiale. I due chiese sono la cattedrale anglicana finanziata dalla regina Adelaide dell'Inghilterra, chiesa con il Duomo dedicata alla... We'll be highlighting various places of interest as we cruise along. Մենք նավով արդեն հասանք Գոցո, այստեղ հիմա տուրիստական երկհարկանի ավտոբուսներով գնում ենք մայրաքաղաք Վիկտորիա, այնտեղ 2 ժամ ազատ ժամանակ են տալու եւ որից հետո նորից վերադառնալու ենք այստեղ շարունակենք մեր այսօրվա ճամփորդությունը։ Cittadella is now called the major tourist. Արդեն Վիկտորիայի ցիտադելա միջնաբերդում եմ։ Քաղաքը տեղացիները անվանում են Ռաբատ։ Այս տարածքը բնակեցված է եղել դեռևս բրոնզե դարից։ Այստեղ այնքան ուժեղ քամի է, որ արդեն մի քանի հոգու գլխարկները տարել է։
Կոմինո կղզում ենք, սա ավելի փոքր կղզի է, քան Գոցո կղզին։ Այստեղ մեզ ընդամենը 45 րոպե են տվել, պետք է 2 ժամ տային, բայց շատ մեծ ալիքներ են։ Նավը քիչ է մնում, շուրգա այդ այնց ալիքներ են։ Նաև այստեղ պետք է լողային, եթե հնարավորություն լիներ, բայց շատ ուժեղ քամի է, չնայած մի 2 հոգի տեսել եմ ջրի մեջ, բայց չեմ կարծում, որ ես կլողամ։ Այսօր առաջինը տրանսպորտի տոմս գնեցինք, այսպիսի քարտ 4 օրվա, արժեքը 19 եվրո եւ նաեւ հնարավոր է այս քարտով գնալ օդանավակայան։ Եվ առաջին եկել ենք Մալթայի նախկին մայրաքաղաք Մդինա, որը եղել է նախկինում ռազմավարության կենտրոնը եւ ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։ Մդինայի մոտ գտնվում է Ռաբաթ քաղաքը, որը թարգմանաբար նշանակում է հաղթական ավան։ Շատ մոտ է եւ արժե այստեղ գալ, նորից շատ հին քաղաք է, շատ հաճելի է այստեղ զբոսնելը։ Հիմա եկել ենք Blue Grotto, վերևից երևում է գեղեցիկ քարանձավ, շատ անտանելի եւ ուժեղ քամի է, որը նույնիսկ նկարվել հնարավոր չէ։